Վաղը հունվարի 28-ին տեղի կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Ռուսաստանի ղեկավարի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ նախ եւ առաջ Պուտինը ցանկանում է շնորհավորել Ամերիկայի նորընտիր նախագահին։ Բացի այդ, երկու ղեկավարները իհարկե մտքեր կփոխանակեն երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակի վերաբերյալ։ Эта беседа прежде всего имеет своей целью поздравить президента Трампа с вступлением в должность. Ну и, разумеется, обычно в ходе таких контактов происходит обмен мнениями по основным параметрам, так сказать, текущего состояния двусторонних отношений. Սա առաջին հեռախոսազրույցը կլինի, ուստի դժվար է դրանից ակնկալել բոլոր հարցերի հիմնավոր քննարկում, ասել է Պեսկովը։ Это первый телефонный контакт уже после вступления в должность президента Трампа, поэтому, безусловно, ожидать вот такого телефонного разговора субстантивных контактов по всему периметру вряд ли приходится. Դոնալդ Թրամփը նախընտրական արշավի ընթացքում բազմիցս կրկնել է, որ ցանկանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ասելով, որ երկու գերտերությունները կարող են արդյունավետ համագործակցել, մասնավորապես արմատական, մահմեդական, ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում, որը Վաշինգտոնի համար կլինի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը։ Դրա համար ըստ Թրամփի հարկ եղած դեպքում անհրաժեշտ է ստեղծել դաշինքներ եւ համատեղ ուժերով անցկացնել ագրեսիվ ռազմական գործողություններ։ Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովը այդ կապակցությամբ օրերս ասել է, որ այս հարցում երկու երկրների շահերը միանգամայն համընկնում են եւ Մոսկվան պատրաստ է քննարկել ամերիկյան նոր վարչակարգի առաջարկները։ Видим немало совпадающих Դոնալդ Թրամփի ներկայացրած հայեցակարգում տեսնում ենք արտաքին քաղաքականության սկզբունքային հարցերի եւ նպատակների ընկալման ոչ քիչ համընկնող պահեր, որոնք շատ սերտ աղերսներ ունեն Ռուսաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ նախագահ Պուտինի տեսլականի հետ, ասել է Լավրովը։ Внешнеполитические цели Российской Федерации.